Եթե հարցը ուղղակի որպես մոնոպոլ դիրք, այո, եւ այն մասով, որ ներդրումները չեն կատարվել, նորից գալիս ենք նրան, որ իրենք զորոյացնում են իրենց ոչ թե իրենց, այլ պետության կողմից այն մարմինը, որը հսկողություն է սահմանում, վերահսկողություն է սահմանում, կարգավորում է այս ծառայությունները։ Այսինքն իրենք ինչ են ուզում ասել, ուզում են ասել հանձնաժողովը չկար, մեր վերահսկողությունը ախր այդ ամբողջի մեջ առաջի խնդիրը իրենցն է։ Եթե կա մի կազմակերպություն, որը այդ իրենց ասած, իրականում չկա այդպիսի բան։ Այդպիսի բաներ է արել, նշանակում է իրենք են առաջի մեղավորը, լավ, գոնե այդքանը կարելի է հասկանալ։ Ինչ վերաբերում է մեր ամենամեծ խնդիրը ժամանակն է։ Երկրորդ խնդիրը հանգիստ թողեն, որպեսզի մենք մեր գործը կատարենք։ Դե բնականաբար սակագին չենք բարձրացնելու, հայտարարել է սեփականատերը, ախր ինչքան այդ սոցիալական ցանցեր բոլոր հնարավոր տեղերով հայտարարվել է, որ Կարապետյան Սամվելը, ուղղակի թիվը չեմ ուզում այս բանին ասեմ, բայց շատ 10 տարի չի բարձրացրել եւ չի բարձրացնել։ Գոնե այս ունենք, ինչ որ ունենք։ Մենք գնում ենք միտեղ, որտեղ ռիսկը շատ մեծ է, որ ավելանալու է, այսինքն Նայեք, եթե ասեն իշնելու է, մի քիչ էլ գոնե կհասկանաս, կասես լավ, կարող է իշնի մի քիչ սենց լինի, որը բացառվում է իմ ջայից ասեմ։ Տենդենսը գնում է դեպի բարձրացման, ամեն ինչի։ Աշխարհում ամեն ինչ թանկանում է, բնականաբար ոչ մի բան չի կարող էժանանալ, ոսանքը։ Լավ, հիմա իրանք ասում են լավ, սա ունենք, եկեք գնանք հələ մի հատ ռիսկային գործողություն անենք, որի արդյունքում հնարավոր է բարձրանալ։ Լուրջ չի։ Պարոն Ղազիմյան, իսկ իրավական, ինչ որ գործընկերային կոմունիկացիա անկասկած